Աշխարհում վերջին շրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխել է նաև զբոսաշրջային քարտեզը։ Նախորդ տարիներին թափողությունների ցանկի ծոցի երկրներն իրավիճակով պայմանավորված այս տարի այնքան էլ պահանջված չեն։ Փոխարենը կտրուկ աճել է մի քանի այլ ուղղություն, այդ թվում դեպի Եգիպտոս, ինչն էապես ազդել է նաև գնային առաջարկի վրա։ Այս տարի Եգիպտոսը ինչպես միշտ առաջի տեղում է, բայց պետք է նշեմ նաև, որ Եգիպտոսում գները համեմատած նախորդ տարիների ավելի բարձր է։ Բայց դրան զուգահեռ մեր հայրենակիցները ճամփորդում են Եգիպտոս։ Երկրորդ պահանջված ուղղությունը Կիպրոսն է, որը նախորդ տարվա հետ համեմատ նույնիսկ ավելի մեծ պահանջարկ ունի, չնայած նրան, որ տարեսկզբից տվյալ ուղղությունն ուներ վիզայի դիմելու հետ կապված բարդություններ։ Այս պահին իրավիճակը ավելի կայունացած է եւ շատ ակտիվ պլանավորումները գնում են ճանապարհորդների Կիպրոսի ուղղության համար։ Այստեղի տարբերությունը Եգիպտոսի, ինչպես նշեցի, վիզայի արկայությունը պարտադիր է, Շենգեն վիզա չի, այլ ազգային վիզա է, որի համար անհրաժեշտ է դիմել մոտավորապես ամսից ամիս ու կես առաջ նախատեսված ճանապարհորդությունից, որպեսզի առանց լարվածության հասցնել դիմել, օրը վերցնել եւ ամբողջ գործընթացը կազմակերպել։ Պահանջարկով պայմանավորված փորձեցինք հասկանալ ինչ հնարավորություններ կան առավել արագ ու հեշտ հանգիստը կազմակերպելու, քանի որ այսօր թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց շատերը նախընտրում են մեկ հպումով ստանալ արագ արդյունք։ MyTour հենց այդ հարթակն է, որն հնարավորություն է տալիս ամբողջ ճանապարհորդությունը կազմակերպել օնլայն։ Մենք հնարավորություն ենք տալիս առանց ավելորդ քաշքշուկների, առանց անհրաժեշտության տարբեր տեղեր այցելել, անմիջապես օնլայն մի քանի րոպե ընթացքում պլանավորել ձեր հանգիստը, ամրագրել ու մեկնել։ Այս պահին թոփ պահանջված ուղղության Կիպրոսի առումով ունենք առանձին փոքրիկ հարթակ մեր հարթակի մեջ, կարելի ասել, որը վերաբերում է հենց Կիպրոսի ամրագրումներին։ Ինչպես են կատարվում Կիպրոսի ամրագրումները, որպես կանոն հաճախորդները սկզբում փորձում են գտնել ամենամատչելի թռիչքի օրերը, հյուրանոցի ամրագրումը, այնուհետև վիզայի գործընթացը, եւ այս ամենն իրականացվում է տարբեր հարթակներով։ Այս պահին MyTour-ն այս բոլոր գործընթացներն համատեղել է մեկ հարթակում։ Եթե օգտատերը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել այդ պահին, թե ինչ հյուրանոց է իրեն անհրաժեշտ կամ ինչ փաթեթ է պետք, կամ ցանկացած այլ խորհրդատվության անհրաժեշտություն ունի ճանապարհորդության պլանավորման հետ կապված, մեր թիմը միշտ հասանելի է, ծառայությունը բնականաբար Ոլորտի ներկայացուցիչների խոսքով, չնայած նրան, որ ամռան ընթացքում հայերը հիմնականում նախընտրում են ծովափնյա հանգիստը, բայց նախընտրելի ուղղությունների ցանկում են նաև եվրոպական ուղղությունները։ Այս տարի ունենք նոր ուղղություն, դա Ալբանիան է, եւ մեր ավանդական ուղղությունները պահպանվել են, այսինքն եվրոպական ուղղություններ, Հունաստան, Կիպրոս, որոնք միշտ եղել են։ Այս տարի Չեռնոգորիայի հետ կապված ունեցանք մի այսպիսի դրվագ, երբ արդեն Չեռնոգորիան մեզ համար դարձավ վիզայով երկիր, մինչև այդ ամռան ընթացքում 6 ամիս ազատված էին Հայաստանի քաղաքացիները Մոնտենեգրո մեկնելու համար վիզա ստանալուց, իսկ այժմ արդեն վիզայով է եւ եթե անցած տարիներին նախընտրում են նաեւ մեկնել Մոնտենեգրո, ապա այս տարի մի փոքր ավելի ձեռնպայն։ Չնայած տարբեր ժամանակներում առկա տարբեր խոչընդոտներին, այսօր ճամփորդելն առավել հարմար եւ հասանելի է բազմաթիվ հարթակների եւ տեխնոլոգիական լուծումների շնորհիվ։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։